Ավետիսյանների ընտանիքի շահերի պաշտպաններն այսօր դատարան քաղաքացիական հայց ներկայացրին ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում 450,000 եվրոյի չափով։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արամաստ Կիվիրյանը ներկայացրեց այն պատճառները, որոնց հիմքի վրա փոխհատուցում պահանջում են հենց Ռուսաստանի Դաշնությունից։ Կիվիրյանը մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի թերացման ու անգործության հետևանքով է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հայտնվել Հայաստանում։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կարգավիճակում փաստաբանը նշեց Պերմյակովի հոգեկան խնդիրները, զենք կրելու սահմանափակումը, նրա կողմից դասալքության ու դեպքերը չի տայում ծառայության ժամանակ։ Ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափած անդամի մասով 50,000 եվրո համարժեք դրամով, իսկ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանի և Սերոժ Ավետիսյանի յուրաքանչյուր երեխայի մասով 100,000 եվրոյի համարժեք դրամ։ Մեղադրողը առարկեց, նշելով, որ ոչ թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության պետք է ներկայացվի քաղաքայցը, այլ ամբաստանյալի։ Տուժողի իրավահաջորդներից Լուսինե Սահակյանն առարկեց, պնդելով, որ հայցը ճիշտ են հասցեագրել եւ այն կարեւոր նպատակ է հետապնդում։ Մեր վստահողները այս քաղաքացիական հայցը ներկայացրել են նպատակ ունենալով, որպես հետագայում է նման հանցագործություններ չկատարվեն, որովհետեւ իրականում մենք գիտենք, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից առաջին դեպքը չէ, որ կատարվել են հանցագործություններ, եւ Ռեալ Ղարաբաղում մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է իր գործողություններին շատ զգույշ լինի եւ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի այն զինծառայողներին, որոնք իրականում ընտրյալ պետք է լինեն։ Եվ դա է եղել պատճառը, որ մեր վստահողները որոշում են կայացրել քաղաքայց ներկայացնել։ Այս քաղաքայցը չի ներկայացնում միայն այն նպատակով, որ ֆինանսական ինչ-որ ակնկալիքներ ունեն մեր վստահողները, այլ նրանց ներկայացնում են, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը իմանա, որ նաև ֆինանսական առումով պատասխանատվություն կկրի, եթե հետագայում շարունակեն նման գործողությունները։ Պերմյակովի դիրքորոշումն էլ հարցրեց դատարանը, ասաց միևնույն է, դատարանը որոշեց։ Տուժողի իրավահաջորդների քաղաքայց ճանաչելու եւ որպես ներկայացուցիչ Արամաստ Կիվիրյանի աշխատանքը կա, իսկ պատասխանողը նշված է Ռուսաստանի Դաշնություն։ Կթարգմանվի, կուղարկվի պատասխանը սպասքի, մոտավորապես բավականին ժամանակատար է։ Հունիսի 30-ին դատական հաջորդ նիստի ժամանակ պարզ կդառնա, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչպես կարձագանքի ներկայացված հայցին։ Ազատության հետ զրույցում Արամաստ Կիվիրյանը պարզաբանեց, թե ինչպես են որոշել որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջվող գումարի չափը։ Գումարի չափը ըստ էության մեր մոտ հիմք է ընդունվել հաշվի առնելով Եվրոպական դատարանի կողմից մի շարք գործերով կայացված վճռներով ուրեմն սահմանված այն գումարների չափը, որոնք որ եղել են, միջնացված գումարն են ըստ էության սահմանել, այսինքն դա առավելագույն չափը չի։ Միջին գումարը հաշվարկվել է եւ ըստ էության հենց այդ գումարները հաշվի առնելով, այսինքն հիմք ընդունելով նաեւ Եվրոպական դատարանի պրակտիկան, ներկայացրել ենք հենց այդ գումարների չափը։ Ինչ կարծիքի է Կիվիրյանը, արդյոք ռուսական կողմը կընդունի հայցի պահանջը։ Ես հուսով եմ ուղղակի, որ իրանք չեն սպասի դատական ակտին եւ ճիշտն ասած որոշակի գործողություններ կկատարեն, համենայն դեպս կարծում եմ, որ պետության մոտեցումը ճիշտ կլիներ այդ առումով, սակայն կանխատեսել ինչ-որ գործողություններ Ռուսաստանի Դաշնության կողմից չեմ կարող ասել, հայցադիմը կուղարկվի վերջիններիս իրենց դիրքորոշումը արդեն կարտահայտեն։ Եթե ռուսական կողմը հրաժարվի Գիտեք ոնց, եթե հրաժարվի, բնականաբար մենք այնուամենայնիվ հայց ներկայացել ենք եւ պնդում ենք մեր հայցը։ Այսինքն հայցը չենք պնդի մենակ այն դեպքում, երբ ռուսական կողմը կատարի այդ պահանջը։ Եթե չի կատարում այդ պահանջը, բնականաբար մենք պնդում ենք մեր հայցը եւ արդեն կսպասենք դատարանի կողմից կայացվող դատական ակտին։ Դատական այսօրվա նիստին հարցաքննվեց ռուսական ռազմաբազայի թերթի խմբագրության պատասխանատու գործում որպես վկա ներգրաված Աշոտ Կարապետյանը։ Վերջինս մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, նրա փախուստի մասին ինքն է ոստիկանության Մուշի բաժին տեղյակ պահել, իր հետ տանելով նաեւ ռուս զինծառայողի լուսանկարն ու տվյալները։ Դատակոչված վկա այլևս չկա։